Ինչպես եք։ Մայրիկներ ջան, դուք ինչպես եք։ Բարի գալուս Մաչանենց տուն։ Մինչև էքսկուրսիան սկսելը երեխաներ նախ եւ առաջ ներկայանա։ Ձեր զբոսավարը երեխաների զբոսավարը լինելու ընկեր Արուսը։ Ես Գայանել եմ, ես մայրիկների զբոսավարն եմ։ Ուրախ եք շատ։ Բաժապետյան, ես էլ Վարպետյան եմ։ Երեխաներ ջան, մինչև էքսկուրսիան սկսելը։ Ճանապարհ Նախքան Մաչանեստան մեծանությունը եկեք միասին բանոց ունենք, որ դուք իմանաք ես ով եմ, ես իմանամ դուք ով եք, որտեղից եք եկել։ Դուք արդեն գիտեք, ես ընկեր Արուսն եմ, ձեր էստեղ ես զբոսավար, ինչքան ժամանակ որ դուք լինեք էստեղ, ինձ այդքան ժամանակ տեսնել եք, եթե ինչ-որ հարցեր են լինում, ինչ-որ խնդիրներ են լինում, դիմում եք ինձ միասին բոլոր խնդիրներին ապրեք, երրորդի անենք բն թե գն։ Երրորդի բն, շատ լավ եք սովորում։ Շատ ապրեք։ Երեխեք տեսեք, դուք ասում եք եկոնք Մաչանենց տուն։ Որ եկաք Մաչանենց տուն, իջակայես դիմացի փողոցում ու նոր ներս մտեք, չէ՞։ Այս դիմացի փողոցը որտեղ որ դուք իջել եք, կոչվում է Բալենիների փողոց։ Բալը գիտեք, չէ՞ ինչ է։ Այո։ Հնում Էջմիածնի բնակիչները հավատում էին, որ Բալենին իրենց վերելու է երջանկություն եւ առողջություն։ Եվ այդ պատճառով իրենց տների առջև տնկում էին շատ Բալենիներ, որ դինեին եւ երջանիկ եւ առողջ։ Ու այդ պատճառով է, որ մեր դիմացի փողոցում շատ Բալենիներ կտեսնենք։ Այսպես Բալենիների փողոցով անցավ ու ներս մտավ Մաչանենց։ Այ հիմա ձեզ կարող ենք ասել բարի գալուս Մաչանենց։ Երեխեք, Մաչանենց տունը մշակույթի կենտրոն է, արվեստի դպրոց, որտեղ ձեզպես շատ ու շատ սիրուն բալիկներ գալիս են եւ այցելում են տարբեր խմբակների։ Այստեղ մենք ունենք ռոբոտաշինության խմբակ, նկարչության խմբակ, կավագործության խմբակ, երգ-երաժշտության խմբակ։ Ունենք մի շարք վարպետաց դասեր, որոնցից մի քանիսին այսօր դուք մասնակցել եք։ Ես արդեն սարքել էի անցած անգամ, այս անգամ նորից ավելացրի։ Ես արդեն բազակ սարքել եմ։ Երեխեք, հիմա ձեր կանգնած տեղից պտտվում ենք ու նայում ենք ձեր ետևում գտնվող պատմական ծառը, տեսանք ծառը։ Տեսնում եք, չէ, ծառի վրա շատ ու շատ բալիկների նկարներ կան։ Այն ենք մեր սաներն են, մեր աշակերտներն են։ Հենց որ նոր սաներ ենք բացում, մոչը ինչ կնշանակի։ Լավիկա, պապիանը։ Մոտ եք, շատ մոտ եք երեխեք։ Մեր մշակույթի կենտրոնի հիմնադիրը Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն է, ում նախնիները, ում պապիկները եկել են Արևմտյան Հայաստանից։ Դուք Արևմտյան Հայաստանի մասին գիտեք։ Այո։ Դեռ փոքրիկ եք, մի քիչ էլ որ մեծանաք ու պատմությունացնեք, հաստատ իմանալու եք երեխեք։ Մենք ժամանակին ունեցել ենք մեծ հսկայական Հայաստան երեխեք։ Ցավոք այս մեր մեծ Հայաստանը բաժանվել է երկու մասի։ Արևելյան Հայաստան, որտեղ որ մենք հիմա ապրում ենք, բայց չի։ Ու Գրիգոր Բաբախանյանի պապիկները, նախնիները եկել են հենց այդ Արևմտյան Հայաստանից։ Որ այնտեղից եկել են, շարունակել են բնակվել ու մեր տարածքում, այստեղ Արևելյան Հայաստան։ Ու այստեղ է իրենց բարբառով են շարունակել խոսել։ Բարբառը գիտենք որն է։ Ինչ հայտնի բարբառներ գիտեք։ Ճիրակի Շատ ապրեք երեխեք։ Ճիրակի բարբառը։ Շատ ապրեք, բոլորը ճիշտ եք։ Ու այստեղ է Գրիգոր Բաբախանյանի պապիկները շարունակել են խոսել իրենց բարբառով։ Եվ իրենց բարբառով պաչիկը դառնում է մաչիկ, պաչեն մաչեն։ Մեր հիմնադիր Գրիգոր Բաբախանյանի պապիկներ, Ստեփան պապիկը շատ սիրում էր պաչիկ անել։ Ինքան շատ է սիրում պաչիկ անել, որ ես վստահ եմ, եթե ինքը սպային էստեղ լիներ, այսպես հերթով բոլորի պաչիկ անելը գնալու է։ Այնքան շատ է սիրում պաչիկ անել։ Ու երբ որ ինչ-որ տեղ գալիս էր, ասում էին պաչան, պապիկը եկավ։ Իրենց բառով էլ պաչանը ինչ էր դառնում։ Մաչան, չէ՞։ Այ օրինակ ես քո անունը կասես։ Արեն։ Արեն ջան, մեզ քո պապիկի անունը կասես։ Տեսեք, երեխեք, մեր դասընկեր Արենը, որ ինչ-որ տեղ հյուր գնա, կասեն Սամվելենց, Արենը եկավ։
Այդպես էլ, որ մեր հիմնադիր Գրիգոր Բաբախանյանը որևէ տեղ դուր է լինում, ասում էին Մաչանենց Գրիգորը եկավ։ Ինչպես կասեն օրինակ Սամվելենց տուն, այդպես էլ սկսեցին ասել Մաչանենց տուն։ Հասկացանք ես։ Այո։ Հարցերը ո՞ր հասկանից։ Ոչ։ Միքայել Ելին, որ դուք Արևմտյան Հայաստանի մասին գիտեք։ Այո։ Եվ մենք հիմա կանգնած ենք մի դռան դիմաց, որը գրագրված է Արևմտյան